Մենք վերադարձանք եւ շատ հետաքրքիր հյուր ունենք եւ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Եթե կա մայրերի տոն, թող լինի նաեւ հայրերինը։ Ահա ինձ այսպիսի տրամաբանությամբ այս տարի որոշվել է մեր երկրում պաշտոնապես նշել հայրերի օրը։ Այն ներառվել է Հայաստանի տոնական օրացույցում։ Մեր տաղավարում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը, նա ի դեպ 4 երեխաների հայր է։ Բարի առավոտ։ Շատ լավ ուրով եք մեզ այսօր եկել հյուր։ Մհերը բացի դրանից լեգենդար Լավելի խմբի Լավելի խումբը հիշում ես։ Այո, հիշում եմ։ Այ Մհերն է։ Այ բացողում ունեի, տեսնեք, Լավելի հիշում էի, բայց ես չէի կարող հիշել։ Մհեր, փաստորեն ունենք հայրերի օր։ Փաստորեն, այո։ Պաշտոնապես։ 17-ն է, հա, պաշտոնապես նշվելու։ Հիանալի է։ Այսօր հայրեր շնորհավորում եմ։ Հիանալի է։ Շնորհավորում եմ ձեզ։ Նելի հայրիկից շնորհավորում եմ։ Բոլոր հայրիկներին։ Սա հիանալի տոն է, պիտի ասեմ, որ ես էգոիստ չեմ եւ չեմ մտածում, որ մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը դա կանանցն է եւ կարելի է մեկ օր էլ տրամադրել մեր շատ ելի տղամարդկանց։ Վերջը, այո։ Ինչից եկանք այս եզրակացության, որ պետք է նաեւ հայրերն ունենան իրենց տոնը։ Դե գիտեք, առաջին հասկից կարծես թե ակնհայտ է, որ Եթե կա մայր, ապա պետք է լինի հայր, այո։ Պիտի որ լինի հայր։ Եվ ես էլ եմ կարծում, որ շատ սպասված տոն էր եւ լավ է ուշ, քան ավելի ուշ տարբերակով ի վերջո մեր երկիրն էլ այո միացավ են երկրների շարքին, որոնք պաշտոնապես կնշեն։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որ տոնը դառնա իսկապես մերը, իսկապես նշվի մարդկանց տներում, ընկերախմբերում եւ այլն, եւ մենք հավուր պատշաճի գնահատենք նաեւ հայրերի դերը մեր կյանքում։ Ինչպիսին է հայրերի դերը մեր կյանքում այսօր, մեր առօրյայում Հայաստանում, որտեղ մենք գիտենք, որ կրիզից հետո սովետական եւ այլն փլուզումներից հետո, պատերազմներից հետո շատ դեպքերում ցավոք սրտի կանայք վերցրեցին իրենց վրա նաև տղամարդկու, այսպես ասած, պարտականությունները, բեռը, ինչպիսին է հիմա իրավիճակը եւ ինչ է ասում դրա մասին ՄԱԿ-ը։ Ինչ որ առումով երևի մեր երկիրը այսպես միջանկյալ իրադրության մեջ է հայտնվել, որովհետեւ մենք եկել ենք բավականին երկար ժամանակ ավանդաբար ձևավորված այդ դերաբաշխումից, երբ որ հայրերն էին հոգում ընտանիքի բոլոր կարիքները եւ պաշտպանության խնդիրները, այսպես ասած, մենք մեր ժողովուրդը խոսք ունի, որ դրսի պատն էին, չէ՞։ Իսկ մայրերը ներսի եւ օջախի պահապաններ, մենք գալիս ենք ժամանակների, երբ որ այդ ցնցումներով անցանք ձեր նշած եւ պարզվեց, որ մի մասը համենայն դեպս մեր տղամարդկանց պատրաստ չէր այդ հարվածներին, կանայք շատ ավելի ճկուն գտնվեցին, վերցրեցին, բայց հիմա մենք անցնում ենք մի այլ փուլի մեր հասարակության մեջ, որտեղ մեր երիտասարդ զույգերը արդեն ոչ թե մեկը դրսում, մեկը ներսում մոդելն են վերցնում, այլ վերցնում են մենք միասին մոդելը, այսպես ասած։ Այսինքն աշխատում են երկուսն էլ, ստեղծում են երկուսն էլ, միասին երեխա են ունենում, միասին տուն են գնում եւ այլն եւ կառուցում են իրենց կյանքը։ Իհարկե ամեն ինչ այդքան հարթ չէ, այսինքն այս նոր երիտասարդների բերած մոդելը, այսպես ասած, դեռ ինչ որտեղ զուգահեռ ապրում է մեր նախկին մոտեցման հետ, ինչը ժամանակին իր իսկապես ճիշտ տեղը ուներ, որովհետև այդ մոդելն էր թույլ տալիս մեր հասարակությանը գոյատևել։ Բայց մենք հիմա գալիս ենք աշխարհ, ժամանակակից աշխարհ, որտեղ ինչ որ առումով ցավոք սրտի, եթե մեր երկու ծնողներն էլ չաշխատեն օրինակ հայկական իրականության մեջ, շատ դժվար է կառուցել այն կյանքը իրենց համար եւ իրենց երեխայի համար, որ իրենք իսկապես կուզեին տալ։ Այդ առումով մենք անցումնային փուլում ենք, վերագնահատման փուլում ենք, բայց կարծում եմ, որ բավականին լավ հեռանկարներ ունենք։ Իսկ ինչ խնդիրների հետ ենք առնչվում այս անցման շրջանի հետ կապված։ Քանի որ ինչպես նշեցիք, այո, աշխատում են երկուսով, ստեղծում են երկուսով, բայց միևնույն ժամանակ նաև մեր մենտալիտետին համապատասխան մենք սովորենք, որ թեկուզ եւ մեր հայրերի խոսքն առաջնահերթ էր մեր ընտանիքներում։ Վերջնական չեմ կարող ասել, որ մեր ամուսինների խոսքը դա վերջնական էր, այ մեր ընտանիքներում էլ ինչ որ մոդելներ փոխվել են, բայց միևնույն է այս հակասությունները կան։ Արդյոք այստեղ նաև ուրիշ խնդիրներ առաջ չեն գալիս։ Իհարկե գալիս են առաջ, օրինակ ասեմ ձեզ իմ հոր սերունդը
իմ հոր սերնդի մեջ ընդունված չէր, որ օրինակ տղամարդը հայրը կարող է գրկել իր երեխային։ Օրինակ նորածին երեխային գրկելը հոր կողմից համարվում էր պարսավելի ստորակարգ, ինչ-որ մի արարք, որ մյուս տղամարդիկ այդ տղամարդուն համարում էին կես տղամարդ կամ ասենք մի 30%-անոց։ Այդ համար հայրերի տոնը չէր նշվում գոր։ Հենց սկսեցինք գրկել, սկսեցինք նշել։ Բայց մեր սերունդը արդեն բավականին փոխվեց, առաջ գնաց։ Օրինակ ես ինքս կարող եմ ասել, որ այս կիսահեղափոխական դիրքերում եմ եղել հայրիկների առումով, հայրության, որովհետև երբ որ մեր երրորդը ծնվեց, ես մեր երկուսին էի, այսպես ասած, խնամում եւ մեկին տանում էի մանկապարտեզ, մեկին կախում էի կենգուրուի մեջ, մյուսի ձեռքը բռնած տանում էի մանկապարտեզ ու մեր թաղի համար դա ինչ որ շոկային որտեղ բոլոր մամաներն էին մանկապարտեզում եւ մհերը։ Հիշում եմ, որ տատիկներ ունեինք նստած, որ ասում էին տղա ջան, այս երեխեքի մայրիկը ուր է, որ դու տենց կախած գնաս, ես ասում եի երրորդին է պահում, ասում էին հա լավ, ուրեմն դու կարող ես բաներ անել, բայց օրինակ տղամարդկանց համար էլի ես ինչ որ տենց աչքի փուշի պես բան էի, բայց արդեն հաջորդ սերունդը ես տեսնում մեր երեխաների սերունդը շատ է փոխվել այդ առումով եւ հիմա շատ երիտասարդ հայրիկներ իրենք են ի ցույց դնում, որ իրենք են խնամում, մասնակցում են երեխայի խնամքին, լողացնում են, այս են անում, մյուսն են անում։ Ես ուզում եմ ուղղակի մենք շատ լավ հասկանանք, որ կանոն որպես այդպեսին չկա, այսինքն օրենք կանոն չկա։ Զույգը գտնում է լավագույն համակեցության ձևը իր համար։ Մի զույգը գտնում է, որ այսպես է, մեկը սա է անում, մյուսը նա է անում, մյուս զույգը գտնում է, որ մենք պիտի այստեղ դու կիսես, այնտեղ ես կիսեմ, սա վերցնեմ ինձ վրա, դու վերցնես քո վրա։ Եվ չէ՞ որ սա նաև իդեալական տարբերակ է հոր եւ դստրերի միջև կամ երեխաների միջև լավ հարաբերություններ ստեղծելու համար, որը հետագայում նաև երեխային առողջ իր ընտանիքը ստեղծելու հնարավորություն է տալիս։ Այո։ Մանավանդ աղջիկների եւ պապաների միջև, չէ՞ գործու էլ կասես։ Ես այդպես տարբերություն չեմ դնում, որտեվ թե աղջիկներին, թե տղաներին մենք նույն ձև ենք սիրի եւ ես ծնված օրվանից բոլորին 4-ին էլ լողացրել եմ, դա իմ սուրբ պարտականությունն էր եւ ես շատ ցավալի ընդունում այն, երբ որ ինչ-որ մեկը ուզում է ինձ օգնել այդ առումով, դա ինձ գերագույն հաճույք է պատճառում, բայց իրականում իսկապես շատ կարևոր է, որ առհասարակ հայր եւ երեխա կապը, որտեվ դե հայր եւ մայր եւ երեխա կապը կարծես թե դարձել է արդեն ինչ-որ կուլտ, այսպես ասում են, որ կա, գոյություն ունի, բայց հայր եւ երեխա կապները շատ կարևոր եւ ինձ թվում է, որ սա պետք է դրսևորվի ոչ միայն այն ժամանակ, երբ որ քո աղջիկը ամուսնանում է եւ դու իր հետ պարում ես տորտ կրտրելուց առաջ, ընդամենը մեկ անգամ, այլ առհասարակ առօրյայում ամեն Աստծո օր եւ դա ոչ թե աշխատանք է, դա չգիտեմ ոչ թե ինչ որ դուք իսկապես նստում եք վերցնում եք թուղթը կիսում եք երկուսյունի ասում եք ես ինչ պիտի անեմ դու ինչ պիտի անես, այլ դա ձեր ներքին զգացմունքներն են, ձեր ներքին խոհանոցն է, ձեր ներքին նիստն ու կացն է, այն ամենը ինչ որ դու միգուցե չես կարողացել կամ չես ստացել մանկությունում անձամբ դու փորձում ես տալ եւ այլն, հետո իրանք արդեն կտան իրենց բալիկներին։ Ինձ թվում է որ դա շատ ավելի հստակ է ամեն ինչ եւ առհասարակ շատ դեպքերում ցավոք սրտի մեր հասարակությունը դաժան է գտնվում եւ հիմար, որովհետեւ մենք շատ դեպքերում չենք ընդունում շատ հասարակ եւ པարզ բաներ եւ սիրում ենք մարդկանց պիտակել կամ մեծամասնությունի կարծիքը պետք է այսպես լինի ծանրակշիռ եւ եթե ինչ որ մեկը անում է այնպես ինչպես չի անում մեծամասնությունը, ուրեմն նա պետք է քարկոծելու արժե է դառնում։ Բայց ինչպես նշեցիք, արդեն կարծես թե այդ կարծրատիպն է կոտրվել, այլևս չկան այդպես կարծրատիպը կոտրվել է, որտեղ գոյություն էին այդպիսի խիզախ մարդիկ։ Ես համոզված եմ, որ ոչ մհերը, ոչ մնացած մարդիկ, որոնք որ այդպես ապրում էին, չէին մտածում նրա մասին, որ նրանք արտարոց մի բան են անում։ Պանկ ռոքեր են եւ չգիտեմ դուրս են եկի հասարակության դեմ։ Այս մարդը իր կնոջը եւ իր երեխաներին այնքան է սիրել, որ այդպես է արել։ Սա սիրո դրսևորումն է, պարզապես։ Բայց մեր հասարակությունը շատ դեպքերում ցավոք սրտի պատրաստ չի դա ընդունել։ Եվ ես մեծ խնդիր եմ տեսնում, որ ինչպես է պետք փոխել այդ կարծրատիպերը, կրճատել։ Չէ, կրտել,
Ինչ եք ուզում ասել։ Կրտել հասարակություն։ Կրտել չարժե, բայց արժե մեկ-մեկ։ Ես կարծում եմ հենց այս օրն էլ հայրերի օրը հատուկ։ Ինչ է պետք անել, ինչ անել։ Ֆիլմեր, երգեր, ես չգիտեմ, հասարակական գործիչներ, այո, ինչ պրոպագանդել ինչ վատ բառ է։ Չեմ կարծում, որ պրոպագանդելու կարիք մենք ունենք։ Ասեմ ձեզ, օրինակ այսօր մենք փոքր այդպիսի արշավ սկսեցինք հայրերի օրվա հետ կապված ընդամենը մի կայծ մենք եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Արմեն Մարտիրոսյան որը որ բալիկ է ունեցել եւ կարծես թե ամենահայտնի հայրիկներից է նոր սերնդի եւ ընդամենը մի պստիկ կայծ տվեցինք, այսինքն պոստ արեցինք, որ դրեք մի նկար ձեր հայրիկի հետ ու ասեք ինչքան եք իրան սիրում ու գնաց այդ ամեն ինչը, այսինքն մարդկանց մեջ կա իսկապես եւ այդ սերը ջերմությունը իրենց հայրերի նկատմամբ եւ որևէ առանձնակի ագիտացիոն քաղաքականության մեծ քարոզարշավների կարիք կարծում եմ այստեղ չկա։ Ինչ վերաբերում է այդ մոդելի փոփոխությանը, դերերի փոփոխությանը, մոտեցման փոփոխությանը, կարծում եմ սա ինքնաբերաբար կգնա, որովհետեւ իրականությունը փոխվում է, այսպես թե այնպես, փոխվում են մեր զույգերի հարաբերությունները։ Մենք տեսնում ենք ինչպես են մեր երիտասարդները հարմարվում նոր իրականությանը կամ իրենք ստեղծում այդ նոր իրականությունը, որտեղ ես շատ հուսով եմ, որ այս սիրո մթնոլորտը, սիրո միջավայրը, որի մասին Գոռ ասաց, շատ ավելի մեծ դեր կխաղա, քան հասարակական որոշակի արտադրանք, որը եթե նախկինում ճիշտ էր եւ իր դրական դերը խաղում էր, հիմա արդեն ինքը փոխվելու կարիք ունի եւ ես շատ հույս ունեմ, որ մենք այդ սիրո վրա կարողանանք ունենալ մեր ապագայի շատ լավ ընտանիքները։ Լավ առողջ սերունդ թե տղաների թե աղջիկների եւ սա իսկապես կարեւոր է։ Եվս մեկ հարց, որը որ չգիտեմ ինչքան է Հայաստանում ակտուալ թե ոչ, բայց գիտեմ որ ՄԱԿ-ը դրանով զբաղվել է այլ երկրներում, Ռուսաստանում, Դաշնությունում դա ակտուալ է, ցավոք սրտի Ուկրաինա, Բելարուսիա, եվրոպական շատ երկրներում մայրեր, որոնք որ միայնակ են եւ դաստիարակում են իրենց երեխաներին եւ հետագայում պարզում են հոգեբանները տասնյակ տարիներ ուսումնասիրելուց, որ այդ երեխաները, որոնք որ ունեցել են միայն մայրական դաստիարակություն, խնդիրներ ունեցել ապագայում։ Ինչպիսին է իրավիճակը մեր երկրում եւ իսկապես հայրի արկայությունը եւ դերակատարությունը ընտանիքում եւ դաստիարակչական այդ գործունեությունը կարեւոր է, կարեւոր չէ։ Իրականում սոցիոլոգիական հետազոտությունների ողջ բազան ցույց է տալիս, որ երեխայի զարգացման համար լավագույն միջավայրը դա հայր եւ մայր ունենալն է։ Իհարկե ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ որ ընտանիքում դժոխային պայմաններ են, բռնություն կա եւ այլն։ Մենք խոսում ենք նորմալ սիրով ապրող մարդկանց մասին։ Լավագույնը երեխայի համար ունենալ հայր եւ մայր։ Այդպես երեխան մեծանում է շատ ավելի ամբողջական եւ հետագայում հետազոտությունները ցույց են տալիս, որ իրենք զարգացման շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում, կյանքում շատ ավելի կայուն են լինում, ամուր են լինում, ավելի շատ են սիրում կյանքը եւ իրենք էլ ավելի լավ են դասավորում իրենց կյանքը։ Ցավոք սրտի մեր իրականությունը հաճախ թույլ չի տալիս, որպեսզի այս լավագույն սցենարը իրականություն դառնա, մոդելը։ Մենք գիտեք ունենք ժողովրդագրական խնդիրներ բավականին շատ Հայաստանում եւ դրանցից մեկը կանանց եւ տղամարդկանց թվականակի անհամամասնությունն է։ Կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Այո, բայց այստեղ շատ կարեւոր նրբություն կա։ Դա որ տարիքում ովքեր են շատ։ Մեզ մոտ վաղ շրջանում, օրինակ մինչև չափահասության տարիքը տղաների բավականին մեծ ավելցուկ կա։ Եթե համատենք աղջիկների թվի հետ։ Սա գալիս է նրանից, որ մեզ մոտ դեռ կա այդ սերով պայմանավորված սեղիության ընդհատումների խնդիր։ Ամենահավոր բանը աշխարհում, որ գոյություն ունի։ Բայց հենց հասնում է մոտավորապես չափահասության տարիք, դրանից սկսած համամասնությունը սկսում է կտրուկ փոխվել, որովհետև մեր արտագաղթը հիմնականում արական արտագաղթ է։ Տղամարդիկ գնում են, երիտասարդները գնում են, եւ ինչքան մենք բարձրանում ենք տարիքային սանդղակով, այնքան կանանց թիվը շատանում է։ Թիվը համամասնությունը մեծանում է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ օրինակ վերարտադրողական տարիքը եթե նայենք կանանց, այդ տարիքում մենք
եթե ճիշտ եմ հիշում, մոտավորապես 40-43 հազար ավելի շատ կին ունենք, քան տղամարդ։ Այս իրավիճակում հնարավոր չէ, որ մենք չփախվենք ձեր ասած խնդրին, այսինքն միայնակ մայրության խնդրին։ Այո, սա լավագույն տարբերակը չէ, լավագույնը երկու ծնողն է, բայց այն պարագայում, որ մենք ունենք այն, ինչ ունենք, նաև մեր հասարակությունը պիտի կարողանա հարմարվել այս իրավիճակին եւ ճիշտ վերաբերվել այս իրավիճակին եւ ուրախալի է, որ պետությունն էլ է սկսել դա գիտակցել եւ համապատասխան օրինակ նոր ռազմավարության մեջ դրույթներ ներառել, որպեսզի նաեւ միայնակ մայրերը կարգավիճակով հավասարեցվեն ընտանիքներին, որպես այդպեսին եւ օգտվեն նույն առավելություններից եւ հնարավորություններից, որպես մեր հասարակության լիիրավ անդամ։ Լավ, եթե խոսենք հունիսի 17-ից, որը որ այսպես հայրերի օր է, կարծես թե վերջապես դարձել, այն արդյոք դառնալու է ոչ աշխատանքային օր, ինչ տոնակատարություններ են մեզ սպասվում։ Ինչ նվերներ։ Ինչ նվերներ մենք նվիրենք։ Ես օրինակ այսօր կմտածեմ ինչ տանեմ ամուսնուս նվեր, որպես տարվա լավագույն հայր։ Երեխաների թող մտածեմ։ Դու քո հայրիկին պիտի տանես։ Բայց չէ, դա քիչ է, ես առաջին մտածեցի ամուսնուս մասին։ Իմիջիայլոց մենք ունենք նաև տղամարդկանց օր, որ մենք էլ փորձում ենք տղամարդկանց։ Բայց այսօր հայրերինն է։ Դուք կարող եք ձեր ամուսնուն հանգիստ եմ տեղը։ Ես հուսով եմ, որ ոչ աշխատանքային կդառնա այս օրը, որպեսզի լիարժեք մեր հայրիկները կարողանան վայելել այդ օրը եւ այո զեղչեր կլինեն բազմի խանութները ոնց են ասում այո կանանց մեկ ամսակին նվիրված տղամարդու հայրիկների տոնի նվիրված զեղչեր այո ինչու ոչ հուսանք որ ոչ ծխախոտ ոչ ոգիլիչ խմիչներն են զեղչով ծախվելու այդ օրը մհեր եւս մեկ շատ կարեւոր հարց որ թե ինձ է հուզում թե քեզ թե բոլոր այն մարդկանց որոնք որ երեխաներ ունեն դուստերներ Տես, երբ որ երեխաները այդ իրավիճակում ծնվում են, ապրում են, սեր է տիրում, նրանք հավասար հայրիկ, մայրիկ, հայրիկը իրենց այդ ամեն ինչ, հետո երբ որ արդեն ժամանակն է գալիս, որ իրենք իրենց ընտանիքները կազմեն, դժվար չէ իրենց արդյոք գտնել այդպիսի իդեալական տղամարդ իրենց համար, ինչպիսին եղել են ժամանակին իրենց հայրիկները, իրենց համար, մայրիկների համար եւ այլն Որտեվ հասարակությունը կարծես թե դեռ պատրաստ չի, թե պատրաստ է արդեն։ Ընդհանուր հասարակության առումով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ եթե կան ընտանիքներ, որոնք այդ սիրով մեծացնում են իրենց երեխաներին, թե աղջիկներին, թե տղաներին, այստեղ իհարկե մի խնդիր էլ կա, որ մեր հասարակության համար դեռ լուծված չէ, դա ինչպես ենք մենք մեր երեխաներին սովորեցնում հարաբերվել միմյանց հետ։ Ես նկատի ունեմ երկու սեռերին։ Այո Այս էլ շատ լուրջ խնդիր է, որ մենք որպես բեռ բերել ենք մեր հետ հազարամյակներով քարշ ենք տվել մինչև այսօր, երբ որ օրինակ մեր տղաները չեն կարողանում ճիշտ հարաբերվել իրենց ապագա կանանց հետ կամ արդեն ամուսնանալուց հետո, որովհետև իրենց սեփական ընտանիքներում իրենք դրվել են պահարանի գլխին եւ երկրպագվել են որպես տղա սրբություն եւ երբ որ այդ սրբությունը հայտնում է կենսական տարական իրավիճակում այստեղ առաջանում է խնդիր լուրջ մենք մի հատ պստիկ հետազոտություն ունեինք սկեսուրները եւ ամուսնալուծությունները թեմայով Հայաստանում շատ որակական հետազոտություններ շատ հետաքրքիր էր թե ինչ դեր են խաղում սկեսուրները այդ զույգերի միջև եւ ակնհայտ է դառնում դրանից որ մենք դեռ պիտի սովորեցնենք մեր տղաներին իսկապես լինել տղամարդ։ Այսինքն կախված չլինել այն գովասանքից ու չիլեչից, այո, կանգնել ամուր, ունենալ ճիշտ դիրք իրենց կնոջ եւ իրենց մոր միջև, սա առայժմ չլուծված խնդիր է մեր հասարակության համար, բայց եթե մեր ընտանիքները, այսինքն մեր սերունդը օրինակ իմ եւ Գորի սերունդը, ճիշտ կարողանա մեծացնել այդ սիրո մեջ եւ երկու սերի միջև սիրո վրա հիմնված, հարգանքի վրա հիմնված Սիրո եւ հավասարության, էլի շատ կարևոր։ Այո, ցույց տալ, որ այսպես է մեր համակեցությունը, մենք այսպես պիտի վերաբերվենք իրար։ Ես կարծում եմ, որ կգտնվեն այդ տղաները, որոնք կգտնեն այդ աղջիկներին եւ հակառակը։
Հուսանք, որ դա այդպես կլինի եւ իսկապես եւս մեկ անգամ եկեք բոլոր հայրիկներին շնորհավորենք, չամանչենք խոստովանել մեր հայրիկներին, որ նրանք լավագույններն են, եթե իսկապես նրանք լավագույնն Իսկ եթե լավագույնը չէ։ Թող ձգտեն լավագույն դառնալու համար։ Ես հիշեցի, որ մի քանի հետաքրքիր նախագծեր էին արվել այս տարիների ընթացքում, օրինակ հայրիկները երեխաների հետ գրքեր էին կարդում, հայրիկները երեխաներին լողացնում էին, հայրիկները երեխաների հետ ֆուտբոլ էին խաղում։ Վերջը, ինձ թվում է, որ շատ հասարակ եւ պարզ բաներ է սա եւ պետք չէ հեծանի մոգոնել։ Ուղղակի պետք է չզսպել ձեր ներսի սերը եւ կարողանալ այդ սիրով կիսվել եւ չամանչել ոչ մեկից։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 17-ը այսուհետ կնշվի որպես հայրերի միջազգային օր, որին որ միացել է նաեւ Հայաստանը։ Ճիշտ եմ ասում։ 17-ը որպես այդպեսին Հայաստանին է։ Կոնկրետ Հայաստանին է 17։ Միջազգայինը 3-4 օրն է, չէ՞։ Միջազգայինը կարծում սողացող տոն է, այսինքն ինքը ֆիքսված օր չունի։ Ուրեմն 17 հունիսի այսուհետ մենք կնշենք մեր շատ սիրելի հայրերի օրը։ Շնորհավոր սիրելի հայրիկ տոնդ, շնորհավոր բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր իրենց իսկապես զգում են հայր, որտեղ հայրը դա միայն այն չէ, որ ուղղակի ունենալ երեխա է, հայրը նա է, ով իսկապես պահում է իր երեխային, ամեն օրն անցկացնում է, ընկնում է, ձեռքը բռնում է, բարձրացնում է եւ որն ամենակարևորն է, սիրում է առանց նախապայմանի։ Այո, շնորհակալություն մեր Մանուկյանին այս գործունեության համար եւ շատ կարեւոր է, որ մահերի նման հայրիկներ մեր երկրում ել ավելի շատ լինեն։ Այս պահին գովաս Շանթի եթերում։ Այս ընթացքում ինչ որ մեկը միգուցե ինչ որ սխրանք։ Գնա ու պինդ գրկի իր երեխային։ Այո, այքա մտածի ապագա երեխայի մասին։ Վերջը։ Մի բան արեք, գովաս Շանթի եթեր։